Նավարդ, ինչ է Project Cups-ը։ Project Cups-ը սկսվել է որպես ինչ-որ անձնական երազանքի իրականացում, բայց process-ի ընթացքում հասկացանք, որ ավելի մեծ պոտենցիալ ունի։ Այսինքն, եթե ի սկզբանե դիք մեր ցանկություններ, երազանքներ կամ նպատակներ քաղաքից փախնել, բնության գիրք, բնության գրկում ապրել, աղմուկից հեռու, մակուրոտին, ազատության մեջ, մենք շատ արագ հասկացանք, որ մեր փոքր երազանքի հետ զուգահեռ կարող ենք լիքը հետաքրքիր նախագծեր, պրոյեկտներ իրականացնել հենց մեր Project Cups-ի շրջանակներում։ Մի դու պատմեք, թե ինչ հետաքրքիր պրոյեկտ ունենք։ Ուրեմն առաջիկայում մենք դիպ սարքենք ջերմոց, ջերմ կապս կոչվի, այդ ջերմոցի հիմնական նպատակը ներգրավել աշխատանքներում գյուղի ու հարակից գյուղերի տերասներին ու երիտասարդներին, իրանք իրանց ձեռով դե աջստեն տնգիներ, այդ տնգիները մենք հետո պետք է տնգենք մեր կիրճում ու ամեն դեռահաս կամ երիտասարդ ունենա իր անվանական տնգին, հոգ պետք է տանի այդ տնգի ու հետո ծառի մասին ու հետևե որ այդ ծառը հանգարց չչորանա, այլ աճի ու գեղեցկացնե մեր կիրճը։ Այս ծրագրով մեր հիմնական նպատակը մարդկանց կապել իրանց սեփական հողի հետ, ոչ միայն խոսքով, այլ հենց գործով։ Հիմա դու պատմե քո ծրագրի մասին։ Իմ ծրագիրը շատ հետաքրքիր է ու ավելի քիչ ցանցրալի կոնկրետ։ Ես կուզեմ ստեղծեմ մեդիա հաբ, որտեղ որ կեղնին բոլոր հնարավորությունները ստեղծագործելու համար, մասնավորապես տերասների համար, բայց քանի որ մեր գյուղում մենակ տերասներ չեն, այլ տարբեր տարիքի մարդիկ են, բոլորը կարողանան ռեալիզացվել այդ հաբում։ Առաջիկայում պետք է ստեղծենք ստուդիա, ոդկաստ ստուդիա, որտեղ որ մեր տերահասները, մեր արդեն իրականացրած դասընթացների արդյունքում կարողանան յուրաքանչյուրը իր համար հաղորդումներ նկարեն, կամ հոդվածներ նկարեն, չգիտեմ, հոդվածներ գրեն, սորվին թե ինչը ճիշտ է, ամեն ինչ անել, ինչ ճիշտ օգտվել տեխնիկայից, ու այդ ամեն ինչը անեն ինքնուրույն, նկարեն, մոնտաժեն, տեղադրեն, առաջ խաղացում անեն եւ այլն։ Ու զուգահեռ նաև հետագայում դե ավելի մեծացնենք այդ հաբը, որ ներգրավենք գյուղի տարբեր տարիքի ու տարբեր մասնագիտությունների մարդկանց, այնենք իրանց հետաքրքրող դասընթացներ, օրինակ, չգիտեմ, հղիների հետ կապված դասընթացներ, թե ինչով պատրաստվին մաման դառնալու, կամ մեզի շատ կգրեն, թե ջահելների համար կենեք, մեծերի համար չկենե, օրինակ ավելի մեծ տարիքի մարդկանց համար ինչ որ զբաղվածության հետաքրքիր միջոցառումներ կազմակերպենք, որ իրանք թեկուզ մեծ հասակում, բայց էլի ռեալիզանան օրինակ իրանց հետաքրքիր ոլորտում։ Էլ ինչ հետաքրքիր պրոյեկտ ունիս մտածած։ Քանի որ մեր բլոգը սեփական ձեռքերով շինարարության մասին է, մենք տնագից բացի մեր ձեռքերով ամեն ինչ պետք է կառուցենք ու այդ ամեն ինչը ցույց տանք։ Ես շատ կուզեմ կառուցեմ իմ ձեռքերով շոկե պաղնիկ, ինչը դու շատ կուզես։ Նավարտը շատ կսիրե բանյա ասվածը, որ հիմի ես էլ եմ սկսել շատ սիրել։ Նավարտը պետք է նախագծե, ես իմ ձեռքերով պետք է կառուցեմ շոկե պաղնիկը ու այս ամբողջ process-ը էլի պետք է ցուցադրենք մեր բլոգում։ Ու իհարկե մեծ տունը, որը կառուցելը շատ ավելի դժվար է, բայց արդեն կան իդեաներ, թե ինչը պետք է մեր ձեռքերով անենք, բայց այնպես որ տունը կախաների չընկնի վերջում։ Դու էլի ծրագրեր ունիս։ Լիքը, բայց մի պատմեմ ռիտրիտի մասին, կապս ռիտրիտի, որի առաջի հանդիպում, այսպես ասած, արդեն ներել ենք, բայց ցրտերը շատ շուտ ընկան կապսում ու այս պահին չեմ կարող էլի անեմ։ Որոշել եմ կանանց համար, ամբողջ Հայաստանից բոլոր ցանկացողների համար անցկացնեմ ռիտրիտ օրեր մեր մոտ կապսում առանց հեռախոսների, այսինքն ամբողջ օրը հյուրերս կուկան ու կունենան պլանավորված, նախորդ պլանավորված ակտիվիտիներ, այսինքն ինչ-որ գործողություններ ու գործունեություն, այդ ամեն ինչը կանցնի առանց հեռախոս, առանց նոթբուք, առանց, չգիտեմ, ինտերնետ ու հեռախոսակապ։ Ու ամբողջ օրվա ընթացքում մենք պետք է հանգստանանք այդ աղմուկից, որը անտատար պես մեր շուրջ բոլորը կա, պետք է կտրվենք այդ աշխարհից, ավելի բնության ու հողին մոտ եղնենք, այդ մեր գործողությունների այն ինչ որ ես մտածել եմ, դի գախնիկ է, դիք չեմ ասել կոնկրետ ինչ պետք է անենք, բայց մեր առաջի խումբն արդեն 1 օր անցկացրեցինք, շատ գոհ էին, շատ տպավորված էին, իհարկե մի կաշխատիմ էլի ծրագրի վրա, բայց հիմնական նպատակն է, որ կանայք իրանց ամենօրյա կենցաղային հոգսերից կդրվին,
քիչ իրանք իրանց մասին մտածեն, իրանց ներսը նայեն ու լիցքավորված այդ օրվա արդյունքում լիցքավորված հետ վերադառնան իրանց առօրյա կյանք։ Նույն բանը ես կարող եմ անել տղամարդկանց համար։ Որովհետեւ հարգելի տղամարդիկ, եթե հետաքրքրված եք այս գեղեցիկ կիրճ իջնել, հելնելով, գեդի մեջ լողանալով, նույնիսկ ծամերը, ինչ որ ակտիվություններ ընդեղ ենելով, քարանձավները մտնելով, ման գալով, ուրեմն կոմենտեք, ես ձեզ հետ կկապնվեմ ու միասին ծրագիր կկազմենք։